Վաղարշաբաթ համայնքում նոյեմբերի 16-ին կկայանան ավագանու ընտրություններ։ Քվեարկությանը կմասնակցի 8 քաղաքական ուժ։ Դրանց թվում են Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ Հայրենիք կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած Հաղթանակ դաշինքը, որը միավորում է Առաջ եւ ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, Մայր Հայաստան ազգային ժողովրդական կուսակցությունը, համայնքապետի թեկնածուն Գրիշա Հարությունյան, Արկադի Փայտյանի գլխավորությամբ Ժառանգություն կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ Հանրապետություն կուսակցությունը եւ Համահայկական ճակատ կուսակցությունը, ցուցակի առաջին համարը Արտեմ Սիմոնյան։ Խաղադրույքները շատ բարձր են։ Զուտ հերթական թիմ ընտրությունները չեն։ Ունի եւ քաղաքական, եւ բարեհոգեբանական, եւ հոգեվոր գաղափարախոսական նշանակություն։ Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մտավախություն ունի, որ այս ընտրություններում կարող են կրկնվել Երևանի, Գյումրիի, Փարաքարի օրինակները, երբ չի հաջողվում ընտրությունների միջոցով 50+1% ձայն ստանալ։ Առաջիկայում մի քանի ամիս հետո համապետական ընտրություններ են, մեր կողմից այստեղ զուտ փաստը, որ տեղի ունենում վաղարշաբաթում, այսինքն Էջմիածնուն ըստ էության, հաշվի առնելով առաքելական եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունները, սա նաև ունի բավականին լուրջ հոգեբանական, հոգևոր եւ ընդհանուր առմամբ նաև, այսպես ասենք, ուժային նշանակություն։ Ընտրությունները տեղի են ունենում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի դեմ քրեական հետապնդումների ֆոնին։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պարզաբանում է, որ չնայած պետական ու տեղական իշխանություններն օրենքով տարանջատված են, սակայն իշխող ուժը հայտարարել է, որ թույլ չի տալու Գյումրիի սցենարի կրկնությունը։ Իշխանությունը հիմա քաղաքականապես հայտարարել է պետական իշխանությունը, որ չի թույլ տալու, որպեսզի ընդդիմությունը հաղթի տեղական ընտրություններում։ Եվ այսպիսով Հայաստանում հիմա ստեղծված է իրավիճակ, երբ իշխանությունները փորձում են արդեն ամբողջությամբ զավթեն տեղական ինքնակառավարում։ Վաղարշաբաթում քարոզարշավի ընթացքում արձանագրվել են խախտումներ, որոնք կապված են ՔՊ կուսակցության օգտին վարչական ռեսուրսների օգտագործման հետ։ Օրինակ, կուսակցության քարոզչական նյութերը փակցվում են չսահմանված վայրերում կամ արգելված տեղերում, բազմաբնակարան շենքերի ու հասարակական տարածքների արտաքին պատերին։ Բացի այդ, անկախ դիտորդ հասարակական դաշինքը հայտնել է, որ վաղարշաբաթի գործող քաղաքապետ Մեխակյանի ավելի վաղ արված հայտարարությունը, թե ընտրություններից 2 ամիս առաջ համայնքը պետական բյուջեից ստացել է ավելի քան 500 միլիոն դրամ անհետաձգելի ենթակառուցվածքային նախագծերի համար, կարող է դիտվել որպես ընտրողների վրա ազդելու փորձ։ Ավելին, հասարակական դաշինքը հայտարարել է, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ հօգուտ ՔՊ կուսակցության։ Բացի այդ, նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տնային կալանքի եւ բացակայելու արգելքի ենթարկվեց Գեղակերտ համայնքի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը։ Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Նա վաղարշաբաթի ընտրություններում տեղամասային հանձնաժողովի նախագահ է լինելու եւ ընթացող քարոզարշավին զուգահեռ Facebook-ի իր էջում մանրամասն պատմել էր, թե որ բնակչին ինչ է բաժանել։ Լրատվամիջոցների տեղեկությամբ Համբարձումյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է։ Առնվազն վարչական ռեսուրսը օգտագործվել է եւ օգտագործվելու է։ Վարչական ռեսուրս, չգիտեմ, ընդ պաստառները չթույլատրված տեղերում դնել, այսպեսի բաներ անելու է իշխանությունը եւ անում է։ Միքայելյանի խոսքով ՔՊ-ն հստակ որոշում ունի ամեն գնով հաղթել այս ընտրություններում անկախ հանգամանքներից, ինչը կարող է լավ նախադեպ դառնալ 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների համար։ Այս ամեն ինչը տեղի է ունենում նախընտրական փուլում, արդեն խորհրդարանական ընտրությունների նախորդին, որտեղ եւս մենք տեսնում ենք, որ սա որպես արդեն նախնական մոդել կարող է կիրառվել նաեւ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ։ Վաղարշաբաթը խոշորացված համայնք է, ներառում է Էջմիածին քաղաքը 18 գյուղերով։ Քաղտեխնոլոգի խոսքով հոգևոր մայրաքաղաքի 70,022 ընտրողների ձայնը կարևոր գործոն կարող է դառնալ մայրաթոռ մտնելու իշխանությունների ծրագրերի համար, խոչընդոտներ չեն ունենա, մարդկանց հեշտությամբ կմոբիլիզացնեն։ Երբ որ ասենք որոշվի վեհարանը գրվելու, ասենք դա իրականացվի նաև վաղարշաբաթի վարչական ռեսուրսի շնորհիվ, այսինքն առնվազն 3 խնդիր է լուծելու, որից առնվազն առաջինը քաղաքական
նշանակությունը եւ հոգեվոր նշանակությունը, ես կարծում եմ, իրեն գերկարևոր են իշխանության համար։ Նախընտրական քարոզարշավը սկսվել է հոկտեմբերի 22-ին եւ կավարտվի նոյեմբերի 14-ին, քվեարկությունից 2 օր առաջ։ Քվեարկության համար կբացվի 47 ընտրատեղամաս։ Ավագանու խորհուրդը եւ համայնքի ղեկավարը ընտրվում են 5 տարի ժամկետով։ Արաքսա Սնխչյան, Armenia Today։